99 թվականի նոյեմբեր Արամ Սարգսյանը միանգամից ցեմենտի գործարանի տնօրենից ստանձնում է վարչապետությունը եւ մտնում է քաղաքականություն։ Ինչի համար, պարոն Սարգսյան։ Վազգեն Սարգսյանը Միասնություն դաշինքի հետ հաղթել էր ընտրություններում եւ Վազգեն Սարգսյանը լուրջ թիմ էր ձևավորել։ Վազգեն Սարգսյանի թիմը կասկածում էր բոլորին եւ իրենց համար հուսալի մարդ էր պետք, ում չէին կասկածի որևէ կերպ, որ կարող է այլ ճանապարհներով գնալ ու այդ առումով բնականաբար արունակցական կապը համարվեց ամենահարմարը եւ այդ առումով ամենավստահելին, երբ որ առաջարկեցին մերժեցի առաջի անգամ, բայց հետո որոշակի մեկնաբանություններ բերեցին, տանկերն էլ արդեն քաղաք էին իջած եւ իրենք ասում էին, որ եթե դու չգաս ուրիշ երկրորդը լինի, կարող է շարունակությունը մեզ արդեն տանկերի իջեցնելու համար պատժեն, այսինքն դուրս կգար, որ եղբորս ընկերները որոշակի գործընթացներ են արել սեփական ռիսկի հաշվին, իսկ ես վախենում եմ ինչ-որ ռիսկի գնալ, դրա համար համաձայնեցի։ Առաջի համոզողները սպարապետի ընկերներն են եղել։ Ամբողջ թիմ ասելով ի նկատի ունեմ նախ զինվորականները, գեներալ Վաղարշակ Հարությունյան, այդ ժամանակ գեներալ Մանվել Գրիգորյան, Սեյրան Սարոյանը դեռ գնդապետ էր, ու այսպես շարունակ։ Նաև ազգային ժողովի խմբակցության անդամներից նաև կային մարդիկ, ովքեր Միասնություն դաշինքի խմբակցության անդամներից տարբեր մարդիկ կային, ովքեր համոզում էին։ Չհամաձայնելու դեպքում ինչ կլիներ։ Գիտեք, չհամաձայնելու դեպքում հավանաբար Միասնություն դաշինքից որևէ մեկին կնշանակեին, մինչ այդ ինչ-որ ցուցակ էր եղել, որ այդ 6 ամիս վարչապետության շրջանում ամսվա մեջ 2 անգամ Ռոբերտ Քոչյանը հիշեցնում էր, ասում էր, տես այս ցուցակը, այս մարդիկ եղբորդ ընկերներն են, բայց իրենք դեռ եղբորդ մարմինը ազգային ժողովից չհանած պաշտոններ են ուզել, իսկ դու իրենց հավատում ես եւ այլն, ու այս կարգի եւ այդ առումով քանի որ ցուցակ եղել էր վարչապետի առաջարկները, ամենայն հավանականությամբ հանրապետական կուսակցությունից որևէ մեկին կնշանակեին վարչապետ ու այդտեղ զարգացումները կարող էին շատ ծանր լինել, ասեմ, որ տանկերը քաղաքից դուրս անելը եւ այլ այս խնդիրը հանդարտեցնելը, նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, որ մեղմ ասած ինձ բարեկամ չի համարում, ծնելության նվազման պատրվակը նշելով, որ ինձ ազատում է, նաև շնորհակալություն է հայտնել, որ լիցքաթափեցի իրավիճակը, այսինքն իսկապես քաղաքացիական ընդհարման շեմի խնդիր կար, իսկապես այդ շեմի խնդիր կար, լարվածությունը դաշնակցության, չգիտեմ, մի խումբ ռոմանտիկների եւ այլնի, այս տեսակետ ասողներին, այս երկրապահական եւ բանակի շրջանակի տղեկ թշնամի էին համարում ու լինչի դատաստան էր գնալու նաև այդպիսի բան կար, ես տեսա իմ աչքով հենց պաշտպանության նախարարությունում, երբ որ նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը, որը հարբած եկել էր պաշտպանության նախարարություն, երբ մինչև նշանակվել է, թե նշանակվել։ Մինչև նշանակվելը, արդեն հանդիպել էի Ռոբերտ Քոչարյանի հետ, խոսել էինք ու ինքը ասել էր, որ ու դրանից հետո ես եկա պաշտպանության նախարարություն ու այդտեղ բերել էին Ալեքսան Հարությունյանի, որը հարբած եկել էր ու հիմար բաներ էր խոսում, աչուձախ, որ ես չեմ, ես կապ չունեմ, իմ ընտանիք չի, ինքն է եւ այլն, դրանից հետո որոշեցին, թե ինքնով է տանեն ձայնագրեն, հետո այդ ձայնագրության մասին էին խոսում, բայց ուզում էին ծեծեին ու ես չեմ թողել, որ ծեծեն։ Սպարապետի ընկերները ուզում էին ծեծեն։ Զինվորականները բոլորն ուզում էին ծեծեին, որտեղ թշնամի էին նայում, իսկ ես Ալեքսան Հարությունյանին գիտեի որպես ինտելեկտուալ մարդ, վերաբերվում էի շատ լավ ու ես չեմ թողել, իմ հետ բերել եմ պաշտպանության նախարարի հանգստի սենյակ, որտեղ ինքը իսկապես շատ հարբած էր, սիգար էր ծխում, այսօրվա օրով նման հիշում եմ, հետո իրեն վերցրեցին տարան Ալիկ Պետրոսյանի, Աստվածատուր Պետրոսյանի կաբինետ, որտեղ ինչ-որ նկարել էին, հետո այդ նկարահանման տեսաերիզը Մանվել Գրիգորյանի մոտ էր, հետո այդ տեսաերիզը չէին գտնում ու այս կարգի պատմություններ ու ըստ այդ պատմությունների այդ տեսաերիզում ինքն ասում է, որ ինքը կապ չունի, լրիվ Ռոբերտ Քոչյանն է մեղավոր եւ այլ, այս կարգի բան։ Պարոն Սարգսյան, մի բան ասացիք,
որ եթե դուք չհամաձայնվեիք, լուրջ վտանգ կար, որ քաղաքացիական պատերազմ կլներ, այտենց երկրները քիչ չեն, էլի օրինակները, որտեղ քաղաքացիական պատերազմներ են եղել։ Իհարկե ոչ այս սցենարով ա եղել այդ քաղաքացիական պատերազմները, բայց այդ ժամանակ էլ Ադրբեջանը պարտված երկիր էր, ավելի թույլ էր։ Եթե չհամաձայնվեիք, կարող է քաղաքացիական պատերազմը լուծում դներ այդ ամեն ինչին, չնայած նրան, որ իհարկե տեղը արդեն Հայաստանի ներսում կրակոցներ կլիներ իրար վրա, բայց էլի եմ ասում, գնանք այն բանով, որ քիչ երկրներ չեն, որտեղ քաղաքացիական պատերազմներ են լինում։ Գիտեք, քաղաքացիական պատերազմ ասածը լայն հասկացողությունն է, քաղաքացիական ընդհարումներ, այսպես ասեմ, ինքը մասշտաբային բնույթ համոզված չէր կրել։ Երկրորդը, ես այդ ժամանակ չեմ մտածել, որ ես գնամ, որ քաղաքացիական պատերազմ չլինի։ Բացարձակ նման բան չի անցել իմ մտքով անգամ։ Եղբորս թիմը խնդրել է, որ ես գամ, որովհետև իրենք այդպես են համարել վստահելի եւ այդ ժամանակը այդ էր պահանջում եւ ես դրա համար եկել եմ։ Հիմա եթե չգայի այդ զարգացումները ոնց կլիներ։ Այդ զարգացումները հետեւյալն էր։ Այս թիմը մեղադրում էր գործող իշխանություններին, ասում էր, այ իրենք են մեղավոր, առավել եւս որ Ռոբերտ Քոչյանն էր եկե բանակցել նրանց հանձնվելու համար, առավել եւս որ այդ զայնագրությունները չկար, կասկածներ եւ այլ հազար ու մի բան տակից, որոնց ես բացարձակ տեղյակ չէի, եւ այն թիմն էլ Ռոբերտ Քոչյանի թիմը, եւ նաեւ հանրապետականներից որոշ մարդիկ կային, որոնք որոշակի առումով կապ ունեին նախագահի հետ, ասում էին, որ դա արել է Լևոն Տեր-Պետրոսյանի իր թիմը, այսինքն արել է երրորդ ուժ, իմանալով, որ Վազգենի ընկերները կլինեն այս մարդկանց պաշտոնակ կանեն կամ կսպանեն կամ եւ այլն, եւ հետո ով կդառնա նախագահ, բնականաբար նա ում մենք հեռացրել ենք։ Ու անդադ ինձ լցնում էին, որ այդ Լևոնական թիմ կամ չգիտեմ մասոններ, այս կարգի խոսակցություններ էր գնում նախագահականի տարբեր տեղերից, միֆերի ժանրերից, այսինքն եթե նման բան լիներ, պատկերացրեք, ասենք, սպանվել է Հայաստանի Հանրապետության վարչապետը, սպանվել է ազգային ժողովի նախագահան, նշանակվել է նոր վարչապետ, որը ցեմենտի գործանի տնօրեն է, նոր ազգային ժողովի նախագահ, որը դասախոս էր, քիչ կապեր ուներ Արմենը Խաչատրյան, ասենք երկիրը ում վրա էր մնում։ Հա, պատերազմի վտանգ չկար եւ այլը, բայց բացարձակ անփորձ երկու մարդ ի պաշտոն է, որոնք պաշտոնի են, միասնություն դաշինք, որը եւ քաղաքականության հետ կապ չեն ունեցել այդ երկու մարդը միջև այդ։ Այո, այդ երկու մարդը քաղաքականության հետ կապ չեն ունեցել, ով կարող էր իր ուսերին նման բան վերցնել։ Այսինքն, այս թեմայի վրա մի քիչ երկար երևի կանգնենք, էլի։ Կոնկրետ կասկածում էին Վազգեն Սարգսյանի ընկերները շրջապատը կոնկրետ կասկածում էր այդ ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչյանի վրա։ Միանշանակ, այո, այդ գաղտնիք չի։ Իրենք եղել է դեպքեր, որ Ռոբերտ Քոչյանի այդ հանդիպմանը, ասենք, այդ կառավարության այդ կեցավայրում Վազգեն Սարգսյանի տանը իմ ներկայությամբ ուղիղ Ռոբերտ Քոչյանին ասել են, որ դու ես։ Ինքն էլ այդ դու ասողին, որ ասում է, հայհոյանք է տվել այդ արանքում, ես եմ փորձել միջամտել, որ չի կարելի, ես ինչ եք անում։ Այդ պատմության մասին լսել ենք, ուզում ենք ճիշտն ասած հարցնենք, բայց միջև այդ պատմության գալը եւս մի հարց։ Ձեզ ճանաչողները իհարկե կասեն, որ դուք ընդհանրապես տեսակով կասկածամիտ մարդ չեք, բայց դուք ում եք կասկածել այդ դեպքերից հետո։ Ես կասկածներ բոլոր ուղղությունների վրա եմ ունեցել։ Առեսօր էլ իմ կասկածները փարատված չեն, որովհետև դատական process-ը ամբողջությամբ չի բացահայտել եղելությունը։ Ես պետության պետականության կողմնակից եմ, իսկ պետության մեջ ցանկացած կասկած պիտի ապացուցվի դատարանում։ Պիտի ում մեղադրում ես այդ մարդը ունենա իր անմեղությունը ապացուցելու հնարավորություն փաստաբանով եւ այլն։ Ես հետո արդեն եք այն եզրակացության, որ միանշանակ էս դրսի միջամտության բան կա, որովհետև այդ սկզբնական շրջանում հիմնական արգումենտը բերում էին են, որ ոչրագործը Թուրքիա է այցելել
Ուկրաինայով է Թուրքիա գնացել եւ Թուրքիայում որոշակի առումներ, ազգային անվտանգության հետ կապված բաներ եւ այլը, եւ այնտեղից նախապատրաստված ուղարկել է մոտարապես դրսի հետ տանում էին դեպի Թուրքիայի կամ այդ հունանյան եղբայրների Թուրքիա այցելության այդ պարամետրը, այսինքն ի սկզբանե արտաքին քաղաքական հետքը որպես գործոն եղել է, նույնիսկ ինձ ազատելուց հետո հետագայում որ ազգային ժողովի նախագահ դարձավ Գալուստ Սահակյանը, Անդրանիկ Մարգարյանը բազմաթիվ հարցազրույցներ ունեն, որտեղ ասում են, որ բացահայտված չի եւ արտաքին քաղաքական հետ կա։ Մենք մտածում ենք, որ արտաքին քաղաքական հետ կա։ Այսինքն արտաքին քաղաքական հետքի գոյությունը միանշանակ եղել է, բայց որևէ արտաքին քաղաքական չի կարող ներսում նման բան անել, եթե ներսում չունի աջակիցներ։ Դե փաստացի ներսի աջակիցների մասով համենայն դեպս այդ գործողությունները կատարողները հայ անուն ազգանով մարդիկ են եղել։ Այդ ֆիքսվածը այդ ընդհանրապես բացի գործողություն կատարողները նաև աջակցողները հայ։ Նկատի ունեմ առնվազն այդ մասով չեն կարող հերքել էլի գոնե այլ բանը, որ իրենք գուցե նաև քաղաքական ինչ որ Գիտեք, այդ աջակից ասածները չի նշանակում, որ աջակցելուց աջակցել են, որ գնա սպանի։ Իրենք դժգոհ են եղել այդ մարդուց, անդադ բողոքել են, ասենք այն շրջանակներում, որ այդ մարդը խանգարում է բոլորիս, խանգարում է երկրի զարգացմանը եւ այլը, այսինքն ուղղորդել են, անուղակի կերպով ուղղորդել են։ Եթե նայում եք քրեական գործը, քանի մարդու հետ է հանդիպել ոչրագործը, հանդիպելուց հետո ում է զանգել, որ արդեն արել եմ, եկեք, գործն արած վերջացրած է, պարտադիր չի, որ այդ մարդկանց հետ արտաքին քաղաքականը կապնված լիներ, ուղղակի չէ, պետության այդ ժամանակվա չափանիշներով Վազգենին կարելի էր համարել առաջի դեմքը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ էր ասում, որ աշխատում էր նախագահ անգլիական թագուհի է, եւ իսկ պետության առաջին դեմքը ռոք աստղ չի, էլի, որ բոլորը սիրեն։ Այսինքն դժգոհ գտնում են մարդուն, որուն ուղարկում են այն մարդկանց մոտ, ում համար պետության առաջի դեմքը այդքան էլ հաճելի մարդ չի, որտեվ իրենց ճանապարհն է փակել, որ իրենք առաջի դեմ կդառնան, իսկ նման ամբիցիաներ ունեցողների պակաս Հայաստանում երբեք չի եղել, ու այդ մարդիկ ռոմանտիկների կախավարկած եւ այլ այս ամեն ինչը դնում են։ Եվ անուղակի մարդուն ուղղորդում են դեպի նման գործողություններ անելու։ Ես միշտ մեր ժամանակների օրինակներով բերում եմ Աճապահյանի օրինակը, որ ասում է մարդ չկա, որ ռազմական հեղաշրջում անի, եւ պատկերացրեք որևէ մարդ այդ ուղղությամբ մտածած լինի, որ այդ աստվածահաճո գործ է ու գնա ու անի, դրանից հետո Աճապահյանը կազմակերպիչ է, թե չէ։ Աջակցում է, թե չի աջակցում այդ ամեն ինչը։ Իհարկե աջակցում է ու դառնում է ավտոմատ կազմակերպիչ, էլի։ Ես հարցը տվեցի, որովհետեւ պարոն Սարգսյան, տեսեք, հանրության որոշ շրջանակների մոտ իհարկե ես այդ հարցը չեմ համարում մտածված հարց կամ ընդհանրապես էլի հարց չեմ համարում, բայց ամեն դեպքում պետք է հարց տանես։ Հանրության որոշ շրջանակների մոտ ասում են, ինչի Քոչարյանին չխփեցիք։ Գիտեք, շատ հետաքրքիր բան է, այդ մինչև հիմա էլ կա, նույնիսկ ինձ գրում են, ասում են հետևյալ բանը, ինչի եղբորդ վրեժը չլուծեցիր։ Ես էլ պատասխան գրում եմ, ասում եմ, իսկ ինչ պիտի անեի։ Ու միանգամից մարդիկ կամ չգիտեն չեն շարունակում, կամ ասում են, դե գնդակահարեիք։ Ծայրահեղականները տենց կասեն։ Գնդակահարեիք։ Ասում եմ, իսկ ավելի դիտարժան չէր լինի, որ խարույկի վրա այրեի։ Ահա։ Այսինքն, այս մոտեցումը իմ համար հակապետական, հակամարտկային, հակաքրիստոնեական մոտեցում է, բացատրեմ, թե ինչու։ Ես համարում եմ, որ ներքաղաքական, շեշտում եմ ներքաղաքական, արտաքին քաղաքականում կարող է խնդիրը այլ հարթություն լինի։ Ներքաղաքական իրավիճակները որևէ պարագայում չի կարելի լուծել տերորի, ահաբեկչության, ահաբեկչության իր կազմակերպած կամ ոչ կազմակերպած ընդհանրապես բռնության միջոցով։ Ի նկատի ունեմ նաև ՑՑ եւ այլն, ինչ որ Աշոտ Մարուչարյանի հետ ժամանակին արեցին եւ այլն։ Ես կատեգորիկ դեմ եմ դրան, որտեվ իմ ընտանիքը անցել է դրա միջով։
Եթե մարդը քուպես չի մտածում, դա չի նշանակում, որ այդ մարդուն պիտի սպանել ես մեկ։ Այսինքն քաղաքական համատեքստում, ներքաղաքական համատեքստում բռնությունը կատեգորիկ մերժում է։ Ես չեմ ուզում, որ այն ինչ որ անցել է իմ ընտանիքի վրայով, անցնի որևէ մեկի ընտանիքի վրա։ Երկրորդ, իմ եղբայրս ամեն ինչ անում էր, որ պետություն պետականություն դառնար։ Հակառակ դեպքում ֆիդայական ջոկատներից բանակ ստեղծման չէր։ Իսկ ինքնադատաստանը դա պետության բացակայության նշան է։ Այսինքն եթե դու գնում ես ինքնադատաստանի, դա նշանակում է օրենք չկա, պետություն չկա, որևէ մեկը այդ խնդիրը չի լուծում, հետևաբար քանի որ պետություն չկա, գնամ այդ խնդիրը ես լուծեմ։ Երրորդ այն մարդը ով է ասում, այդ մարդը համարում է, որ ինքը եւ քննիչ է, եւ դատավոր է, եւ դատախազ է, եւ կիլեր է։ Չէ, ինքը գերադասում է, որ կիլերը լինել ես։ Ինձ էլ դահիճ է նշանակում։ Հիմի այդ տրամաբանությամբ, այդ մարդու մտածելով, ենթադրենք ես գնում եմ ու գնդակահարում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Հետո այդ մարդը գրում է Ռոբերտ Քոչարյանի որդուն։ Ասում է, ինչի՞ չես վրեժդ լուծում։ Ինչի քո գործը չես անում։ Անվերջանալի շփում։ Նա ասում է ինչ անեմ, ասում է գնա գնդակահարի։ Հետո ինքը գալիս է գնդակահարում է, ենթադրենք ինձ։ Հետո ին որդին գնում է ու ինչ։ Էս է լուծումը։ Պետությունը պիտի ունենա դատարան։ Դատարանում պիտի մարդու մեղքը հիմնավորվի։ Ես երբեք իմ ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում չեմ ասել, որ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը։ Երբեք նման բան չեմ ասել։ Ընդհանրապես մարդուն սպանության մեջ մեղադրելը նույնչափ մեղք է, ինչքան սպանելը, որտեղ դու այդ մարդուն մարդասպան ես համարում։ Ես ասել եմ, որ այդ մարդիկ չեն կատարել մինիմումը իրենց պաշտոնական պարտավորությունները։ Մի անգամ այդ թիմից մեկը Ռոբերտ Քոչարյանի հակադարձեց, ասաց այդ դեպքում եղբայրն էլ իր պաշտոնական պարտականությունները չի կատարել եւ ազգային ժողովի շենքը լավ չի պաշտպանվել։ Այսինքն ով զոհվել է, նա էլ մեղավոր է, մոտավորապես այս համատեքստներ։ Բայց որ այդ պաշտոնական պարտականությունները չի կատարել ազգային անվտանգությունը, ոստիկանությունը, որտեվ ոչռագործությունը տեղի է ունեցել քաղաքական սրբության սրբոցում ազգային ժողովի շենքում, որը հսկվում է բոլոր մուտքերով։ Ու այստեղ կասկածներ չունեն, զենքը ինչպես բերեցին, զենքով ինչպես մտան, ցուցմունքները այնքան հակասական են, առ այսօր Արմենակ Արմենակյանի սպանությունը բացահայտված չի, Լեոնարդ Պետրոսյանին դիպուկարով ուղիղ էր թե պատահական էր, այս կասկածները ամբողջությամբ մնացել են։ Հետևաբար այս ամեն ինչը բացահայտելու համար այն 120 մարդունում չէին հարցակննել, նրանց հարցակննել էր պետք։ Բայց հիմա էլ այս իշխանությունը կաշկանդվածություն չունի, ուզում է բացահայտվել։ Եվ այս արանքում ինձ 3 անգամ հոկտեմբերի 27-ից հետո առ այսօր 3 անգամ նորից կանչել են հարցակնության դատական process-ից հետո 2 անգամ այս իշխանությունների ժամանակ են կանչել քննության, բայց այն մարդիկ ովքերի տարբեր կերպ կապված են եղել այս գործի հետ, այդ մարդիկ կամ բանտում են մահացել, կամ գնացել են Միացյալ Նահանգներ են մահացել, կամ անհետ կորել են, կամ հիվանդությամբ են մահացել։ Այսինքն հիմա այդ ամեն ինչը ներքին կապը ով ու ուղղորդեց, կար նրանց մեջ ինչ որ համաձայնություն թե չէ, բացահայտելը անհամեմատ ավելի բարդ է դարձել։ Իսկ ձեր վարչապետության տարիներին բացահայտվելու ուղղությամբ քայլեր արվում են, երևում էր կբացահայտվի, թե հələ շատ շուտ է որ բացահայտվի ձեր վարչապետության տարիներին։ Գիտեք ինչ, իմ վարչապետությունից ազատելու իմ կարծիքով գլխավոր պատճառներից մեկն էլ դա էր, որ գործընթացը որոշակի առումով գնում էր դեպի բացահայտման ուղղությամբ։ Իմ ժամանակով ձերբակալվել էր այդ նշածս Ալեքսան Հարությունյանը, ով նախագահի աշխատակազմի ղեկավարն էր։ Եվ այդ Ալեքսան Հարությունյանի այդ ձայնագրությունով եւ այլով փորձում էին այդ ուղղությամբ արդեն ցուցմունքներ վերցնել եւ դատական process-ում էլ երբ որ որոշագործը իմանա որ իրենց մա են տալիս ու ինքը պիտի խոսի, հասկանում եք, այս ամեն ինչն արվեց այնպես որ խոսելու հնարավորությունը կամ բացվելու հնարավորությունը օրորի պակասի, այսինքն մինչև
ինձ պաշտոնից ազատելը ոչնագործները բացարձակ այլ ուղղությամբ ցուցմունքներ էին տալի։ Ներառյալ, որ Ալեքսան Հարությունյանն է իրենց ասել, որ իրեն վարչապետ կնշանակեն եւ այլ այս կարգի բաներ։ Ինձ վարչապետությունից ազատելուց հետո ցուցմունքները 170 աշան փոխվեցին։ Այսինքն սկսեցին ասել, որ այդ ցուցմունքները որ տվել ենք, մեզ ստիպել են, ծեծել են, դրա համար ենք ցուցմունքներ տվել։ Հետո պարզվեց, որ ոչ ծեծել են, ոչ էլ ստիպել են ու դրանով քրեական վարույթ չգնաց, բայց չգիտես ինչի Ուզունյանի դատարանը որոշեց, որ միևնույն է ավելի հավաստի են ինձ ազատելուց հետո ցուցմունքները, քան մինչև ինձ ազատելուց ցուցմունքները։ Այստեղ ցանկացած իրավաբան, ցանկացած ժամանակի դատական process-ը վերցնի բացի, ասելու ես ինչի։ Ինչի այս 6 ամսվա ցուցմունքները հիմք չեն ու հիմք են այս ցուցմունքները։ Այդ վարչապետության շրջանում ճիշտ է, որ դուք հոկտեմբերի 27-ի զապիսը ուղարկել եք միջազգային փորձաքննության եւ պատասխան ա եկել, որ որտեղ միջամտություն է տեղի ունեցել։ Նման պատմություն կա, պարոն Սարգսյան։ Իհարկե կա, մենք ուղարկել ենք միջազգային փորձաքննության, ես վարձել էի փաստաբան եւ Հայաստանի ներսից եւ Հայաստանից դուրս։ Ռուս փաստաբանը Օլեգ Յովնաշևն էր, գեներալի որդի էր ինքը, եւ ինքը որևէ կերպ կաշկանդվելու խնդիր չուներ, չնայած այդ մարդու վրա շատ մեծ ճնշումներ, ներառյալ Մոսկվայում ճնշումներ էին դնում, եւ իր միջոցով ենք ուղարկել այդ ձայնագրությունը ստուգելու փորձաքննության եւ Մոսկվայում արած փորձաքննության լաբորատորիայի տվյալները գործում կցված է, որ ձայնագրության մեջ միջամտություն կա, հիմա չեմ հիշում մի րոպեի չափով թե ինչով տարբեր հատվածներում միջամտության կար ձայնագրության։ Երկրորդ փաստաբանը հայաստանցին էին ամուսիններ, կինո ամուսին, որոնք սկզբից շատ մինը աշխատեցին, հետո ամուսինը կորավ։ Գնաց դուրս կորավ ու չկար Չնայած ես շարունակում էի վճարել հույսով, որ բայց կորավ ու էտել այդ ճանապարհով գնաց։ Այսինքն մութ անկյունները հոկտեմբերի 27-ի գործի այնքան շատ են, որ չգիտեմ, участковի գործ այդ կարող է համարել մենակ այն մարդը, ով անձնական շահագրգռվածություն ունի, որ այդ участковի գործի մակարդակով նայվի։ Կասկած չի մնում, էլ այդ մութ անկյունների պատճառով կասկած չի մնում, որ այս աշխարհաքաղաքական ինչ-որ կենտրոնի կազմակերպած գործ է, որովհետև участковի գործի մակարդակ չէ, այդ փոքր մարդը, փոքր կենտրոնը չէր կարող այսպես բան կազմակերպել։ Գիտեք, իմ կարծիքով նման պահվածքը, չնայած կարող են մարդիկ ում մեղադրում ես իրենք մեղք չունենան ու ինքնապաշտպանության առումով իրենց այդպես պահեն։ Եվ որ մարդուն մեղադրում ես անուղղակի, ինքը պիտի ինքնապաշտպանվի։ Այդ ի վերուստ մարդու էությանը տրված բան է։ Ու ինքը այդ ինքնապաշտպանությունն անի այնպես, որ դրանից կասկած առաջանա։ Բայց որ այդ գործունեությունը բերել է այն կասկածին, որ Հայաստանի Հանրապետության բնակչությունը իր մեծամասնության մեջ հոկտեմբերի 27-ը համարում է չբացահայտված, այստեղ ես կասկած չունեմ։ Ճիշտ է, որևէ սոցիոլոգիական հարցում չկա, բայց նույնիսկ այդ ժամանակվա հանրապետականը, որ հետո Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցում էր, պաշտոններ էր ստանում, նույն այդ գեներալները, ովքեր լրացուցիչ գեներալի կոչում ստացան ու ինձ մենակ թողելով գնացին Ռոբերտ Քոչարյանի թևի տակ, միևնույն է, իրենք էլ համարում էին, որ բացահայտված չի։